Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Եվրոպական միությանը էստի համեցեքով հարավային Կովկաս հրավիրող Ալիևը հյուրընկալել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Արաղչիին։ Մինչև Ադրբեջան այցելելը Արաղչին գրառում էր արել, հայտնելով, թե տարածաշրջանում խաղաղության ձևավորման ժամանակաշրջանն է։ Ըստ վերլուծաբանների ակնհայտ է, որ Իրանի համար անընդունելի է իր կարմիր գծերին մոտ արևմուտքի ներկայությունը։ Իրանի համար անընդունելի է նաեւ իր հյուսիսային հարևաններից Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից կտրվելը։ Կայուն խաղաղության հասնելը պահանջում է համապարփակ մոտեցում, հրաժարում հարևանների կենսական շահերը, տեղական կարողությունների օգտագործումն անտեսող ծրագրերից։ Այս փոխկապված անվտանգությունը պարտադրում է, որ խոհեմությամբ թույլ չտանք, որպեսզի օտար ուժերը, որոնց շահը կայունության խաթարումն է, ներթափանցեն երկու երկրների եղբայրական հարաբերությունների մեջ։ Տարածաշրջանային հարցերն ավելի շատ արևմտյան հարթակներում կամ տետ-տա-տետ Հայաստանի հետ լուծել ցանկացող Ադրբեջանը իր արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջարկել է Բաքվում անցկացնել 3+3 ձևաչափով հանդիպումը։ Բայրամովը հայտնել է, որ այդ ձևաչափով վերջին հանդիպման ժամանակ Հայաստանը մերժել էր։ Այժմ իրավիճակը փոխվել է եւ այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով։ Կարծում ենք Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը։ Դոհայում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը թեև մեկ անգամ հակադարձեց Հաջիևին, հայտնելով, թե միջանցք եզրույթն անընդունելի է Հայաստանի համար, այնուամենայնիվ Ալիևի օգնական Հաջիևը դրանից հետո էլ մի քանի անգամ հորդորջաց Զանգեզուրի միջանցք տերմինը։ In Azerbaijan, we consider the Zangezur corridor. Հացահատիկային դիվանագիտությունից հետո հիմա էլ Ադրբեջանը Հայաստան նավթ ներմուծել առաջարկով է փորձում տարածաշրջանային խաղերում հօգուտ իրեն խնդիրները լուծել։ Ըստ վերլուծաբանների, սակայն ակնհայտ է, որ Սյունիքով անցնող երկաթուղային ճանապարհն առանց Ռուսաստանի եւ Իրանի մասնակցության շահութաբեր չեն։ Անունը լինի Թրամփ կամ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, նույնն է, պարզապես անունն է փոխվել, իսկ դա Իրանի մեծ հարված է։ Այնպես չէ, որ Իրանը մոռացել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական դավադրությունը։ Ըստ քաղաքագետների հիմա հանգամանքներն են ստիպում, որ Իրանը լուռ մնա։ Դրանք իհարկե նույնիսկ ապացույցներ եղավ, պարզապես հիմա Իրանը այն վիճակում չէ, որ տարբեր ճակատներում պատերազմներ։ Իրանի թիկունքում դավեր նյութող Ադրբեջանի եւ ընդհանրապես թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն ըստ իրանագետների միշտ եղել է Իրանում բնակվող թյուրքալեզուների միջոցով Իրանի մասնատումը։ Հիմա էլ ըստ արևելագետների գործընթացը ակտիվորեն շարունակվում է։ Իրանը, որն ունի աշխարհի լավագույն հետախուզությունը, հաճախակի է որսում իսրայելա-ադրբեջանական ռազմական գործակցության մասին տեղեկությունները։ Բացի այդ, նոր չէ, որ Ադրբեջանն Իրանի հետ սահմանին ամրակայում է իր դիրքերը, կառուցում նոր զորանոցներ։ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնելով ինչպես իրեն, այնպես էլ նախագահ Ալիևին Նոբելյան խաղաղության մրցանակի համար իրեն առաջադրելու համար։ Թրամփը նշել է, որ գնահատում է այդ քայլը եւ վստահեցրել, որ շարունակելու է աշխատել աշխարհի հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ համընդհանուր բարեկեցության համար, ընդգծելով համագործակցության կարեւորությունը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը։ Մեր առաջարկը մնում է ուժի մեջ, այս մասին Բաքվում Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ 3+3 ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը ներկայացրել է Ադրբեջանի նախագահը, եւ այս ձևաչափի շրջանակներում անցկացվել է 3 հանդիպում։ 2024-ի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել Ադրբեջանի հովանու ներքո, սակայն ցավոք նման համաձայնության չհասանք։ Հայկական կողմը չի համաձայնել դրան։ Ներկայիս իրավիճակը տարբեր է, այս հանդիպումները այլ ուղիներով կազմակերպելու հարցն արդեն քննարկվում է, ասել է Բայրամովը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել հանդիպումը։ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը հայտնել է, որ իր գործընկերներից ստացել է ադրբեջանական վառելիքի անվճար տարանցման հարցում Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Կողմերը տեղեկացվել են Վրաստանի վարչապետ Կոբախիձեի որոշման մասին։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Վրաստանը պահանջել է 1 տոննայի համար $92 վճար։
Ինչու եմ առաջարկում, որ Սուրբ եւ անմահ պատարագից առաջ Հայաստանի Ածառաքելական Սուրբ եկեղեցիներում հնչի պետական օրհներգը։ Այս մասին Facebook-յան էջում գրել է վարչապետ Փաշինյանը։ Հայաստանի Ածառաքելական Սուրբ եկեղեցու պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա. խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քովերին պետությունը հրեղեների դասը գերապանց փառքով զարդարեցիր։ Խոսքը գնում է վերին պետության մասին եւ պատարագից առաջ պետական օրհներգ հնչեցնելը արձանագրի կապը վերին ու ներքին պետությունների միջև։ Ինչպես նաև վարչապետ Փաշինյանը առաջարկել է քննարկել նաև Հայաստանի եկեղեցիների մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշ տեղադրելու հարցը։ Ինչու եմ առաջարկում, որ Սուրբ եւ անմահ պատարագից առաջ Հայաստանի Ածառաքելական Սուրբ եկեղեցիներում հնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Պատարագի տեքստում Հայաստանի Ածառաքելական Սուրբ եկեղեցու մի այսպիսի հատված կա եւ դրանով մեկնարկում են քահանաները ըստ էության պատարագը, ասվում է հետեւյալը. խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանց փառքով զարդարեցիր։ Այսինքն խոսքը գնում վերին պետության մասին, վերին պետության մասին եւ պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջև։ Եվ իդեպ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում եկեղեցիներում կամ մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը, որը իմիջիայլոց ասեմ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։ Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինը կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա։ Այս մասին նա խոսել է Կիպրոսի մայրաքաղաքում Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագից հետո։ Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անտիլիասը կոչ է ասում։ Երբ Հայաստանում եկեղեցին եւ եկեղեցականները տեսակ հալածանքների եւ ձերբակալությունների են ենթարկվում, Անտիլիասը այդ քաջությունն ունի ոչ ասելու։ Իր խոսքում նշել է Արամ Արաչինը։ Անտիլիասը գյուղ սկսե, երբ Հայաստանի մեջ արժեքները գարհամարհվին, խորհրդանիշները կանդեսվին, Անտիլիասը ոչ կսե և ոչ կսադեր միշտ։ Երբ Հայաստանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ հարատակներու ցերպականություններու կենթարկվին, Անտիլիասը այդ կաչությունը ունեցած է և ունի ոչ կսելու։ Երբ Հայաստանի մեջ ի վրաս մեր ժողովրդի շահերում և համազգային մեր կերակույն իդեալները կանդեսվին, Անտիլիասը ոչ ասած է և ոչ պիտի է։ Երևանի քաղաքապետարանում ներկայացված տվյալներով 2025 թվականի նոյեմբերին քաղաքի շինհրապարակների 184 մոնիթորինգի կայանների չափումները ցույց են տվել, որ PM2.5-ի միջին արժեքը եղել է 142, իսկ PM10-ը 64, որոնք համարվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ մակարդակներ։ 2024-ի նոյեմբերի համեմատ ցուցանիշները բարձրացել են։ Նոյեմբերի 20-ից 30-ին PM2.5-ի միջինը հասել է 180-ի, արձանագրելով օդի որակի կտրուկ վատթարացում։ Ներկայացվել է նաև, որ վերջին օրերի տվյալները վկայում են տրամաչափերի նվազում։ Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը նախատեսվում է ավարտել շինթույլտվությունից հետո 5 տարվա ընթացքում։ Այդ ժամանակ պետք է ամբողջությամբ կառուցվի մշակութային հանգույցը եւ պատրաստ վիճակում փոխանցվի համայնքին։ Նախագիծը ներառում է ավելի քան 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան եւ նոր հանրային տարածքներ։ Շատ բարդ գործընթացներով անցած եւ տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում եւ ոչ միայն խնդիր ենք լուծում քաղաքաշինական, այլ նաեւ քաղաքի համար ստեղծում ենք շատ կարեւոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածքներ եւ ստանում է տարատեսակ նոր
հանրային տարածքներ, որոնք որ վստահաբար ոչ թե քաղաքապետարանին են, այլ քաղաքինն են, եւ պարոն Սարգսյան, ես գիտեմ, որ ախորժակը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք պայմանագրային որոշակի այսպես ասած տրամաբանություն ֆինանսական, թե ինչքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա, խնդրում եմ փորձենք մնալ այդ մոտավորապես 70 միլիոն դոլարի շրջանակներում եւ դրանից շատ ավել չանցնենք, այսինքն նախնական 50-ից մենք արդեն դարձրել ենք դա 70-ի կարգի, խնդրում եմ այդ շրջանակներում կարողանանք մնալ, որպեսզի համ արագ առաջ շարժվենք, համ էլ ստանանք որակյալ ենթակառուցվածք։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրի ներդրմանը։ Ծրագրում ընդգրկված է 184 երեխա, յուրաքանչյուր մանկապարտեզում 2-ական խումբ։ Քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար Գևորգ Ղարիբյանը հայտնել է, որ մանկապարտեզների դաստիարակները, օգնականներն ու հոգեբաններն անցել են վերապատրաստում, նրա խոսքով նաեւ հարցազրույցներ են անցկացվում ծնողների հետ։ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վարման արարողությունը այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Տիգրան Աբինյանը նշել է, որ միջոցառման մյուս մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։ Կենտրոնական բանկը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ զգուշացնելով քաղաքացիներին ֆինանսական խարդախության նոր դեպքերի մասնին։ Ըստ գլխավոր դրամատան տվյալների զեղծարարները ներկայանալով որպես կենտրոնական բանկի ներկայացուցիչներ փորձել են մոլորեցնել հաճախորդներին եւ հափշտակել նրանց դրամական միջոցները։ Խաբեբաները կիրառում են կեղծ նամակների եւ հեռախոսազանգերի մեթոդը։ Կապ հաստատելով քաղաքացիների հետ նրանք տարբեր պատրվակներով հորդորում են անձնական ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշվեհամարների։ Ստեղծված իրավիճակի առնչությամբ Կենտրոնական բանկը պաշտոնապես հայտնել է, որ կառույցը երբեք նման գործելաոճ չի կիրառում։ Կենտրոնական բանկը չի կատարում նմանատիպ զանգեր, չի ուղարկում հաղորդագրություններ եւ հիշեցնում է, որ իրենք բանկային սպասարկում չեն իրականացնում ֆիզիկական անձանց համար։ Քաղաքացիներին հորդորում են լինել զգոն եւ չտրվել նմանատիպ սադրանքներին։ Եթե դուք զգում եք, որ ձեզ դրեցին էմոցիոնալ ինչ-որ վիճակի մեջ, ու սկսում են շտապեցնել, որ արագ է պետք անել, հիմա ներդրում արեք, թե չէ, հետո չի լինի այս հնարավորությունը, դա գրեթե միշտ պիտի ձեզ համար ազդակ դառնա, որ չի կարելի շտապել։ Երկրորդ, կարևոր է այլընտրանքային ճանապարհով ստուգելը։ Միջազգային համագործակցության շնորհիվ արգելափակվել է Hello Bit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը։ Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները։ Այս մասին տեղեկացրել են ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունից։ Կառավարությունը քննարկում է գործատուներին երկու խմբի բաժանելու գաղափարը՝ բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ։ Բարեխիղճ կդասվեն նրանք, ովքեր աշխատողների հետ ունեն օրինական գրանցված աշխատանքային հարաբերություններ, իսկ ոչ բարեխիղճ թաքնված աշխատողներ ունեցողները։ Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշել է, որ նախաձեռնությունը դեռ մշակման փուլում է եւ ներկայացվելու է հանրությանը, երբ պատրաստ լինի որպես նախագիծ։ Գործատուների այս տարանջատումը հնարավորություն կտա պետությանը տարբեր մոտեցումներ կիրառել աջակցման ծրագրերում, ինչն էլ կխրախուսի գործատուներին հայտնվել բարեխիղճների ցանկում։ Այս տարվա 10 ամիսներին Հայաստանում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 5.2%-ով, միսը 1.4%-ով, ձուկը 18.3%-ով։ Սնունդից էժանացել է, կարելի է ասել, միայն շաքարավազը 5.3%-ով եւ կաթնամթերքը, պանիրն ու ձուն 1.6%-ով։ Տվյալները հայտնում էր վիճակագրական կոմիտեն։ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հաշվի առնելով քարաթափման վտանգ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է։ Արթիկ քաղաքում Վարդենյաց լեռնանցքում եւ Մեղրուսար կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Սևան քաղաքում մառախուղ է։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Դեկտեմբերի 8-ին ժամը 14:35-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում ջերմուկից 13 կիլոմետր հյուսիս-արևելք գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, 10 կիլոմետր խորությամբ։ Էպիկենտրոնում ուժգնությունը եղել է 2-ից 3 բալ։ Ցնցումը 1-ից 2 բալով զգացվել է ջերմուկում, ինչպես նաև Կեչուդ եւ Գնդեված գյուղերում։ Forbes պարբերականը հայտնել է, որ Ջերմուկ քաղաքում կկառուցվի նոր փոքր օդանավակայանը, ինչը ըստ համայնքի ղեկավարի նոր հնարավորություններ կստեղծի լոգիստիկայի
եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Սկզբում կլինեն ներքին չվերթեր, իսկ ավելի ուշ կընդլայնվի միջազգային ուղղություններով։ Համայնքի ղեկավարը հնարավոր է համարել, որ 10 տարի հետո Ջերմուկը կդառնա համաշխարհային մակարդակի առողջարանային մայրաքաղաք։ Միջազգային օդանավակայանով 10-ից ավելի ժամանակակից առողջարանային սպա կենտրոններով եւ էկոտուրիզմի զարգացած ոլորտով։ Միրան Հակոբյանին ցուցում տվեցին առնվազն 1 օր մնալ հիվանդանոցում, հուսով են կհետևի դրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Կա քթի կոտրվածք եւ հարվածներ գլխին, կատարվել է քթի վիրահատական միջամտություն, նշել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Դալմամոլի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միրան Հակոբյանի վրա։ Դեկտեմբերի 8-ին 71-ամյա Աշոտը Օփելով Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել ծառին։ Վարորդին մեքենայից դուրս բերելու համար փրկարարծարայության Երևանի TV-ներորդ հրշեջ փրկարարական ջոկատի եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը օգտագործել է տեխնիկա։ Բժիշկներն էլ մինչեւ հիվանդանոց տեղափոխել է մեքենայում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները Դեկտեմբերի 5-ին Պրոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմաց բախվել են 29-ամյա Գոհար Մանուկյանի Տեսլան, 28-ամյա Սևակ Գաֆարյանի Kia Forte-ն եւ 21-ամյա Միքայել Շաբազյանի Hyundai-ին։ Մեքենաները բախվել են թույլատրելի հատվածում կայանված Bid-ին, Hyundai-ին, Nissan-ին, Opel Astra-ին։ Kia Forte-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Տեսլայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամանել են փրկարարծարայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի կենցաղային եւ մարտական հաշվարկներ, ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի Տեսլայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, իր մոտ էլ չի ունեցել հայկական վարորդական վկայական։ Ավելի ուշ նա քննիչի որոշմամբ ձերբակալվել է ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նշված ավտոմեքենաները կայանված են եղել ճանապարհի թույլատրելի հատվածում։ Դեկտեմբերի 7-ին Բաղրամյան պողոտայում բախվել են Ռենոն եւ Հոնդան։ Բախման հետևանքով երկու մեքենան էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց բախվել մայթին։ Դրանցից մեկն էլ կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսն էլ երկաթե դարպասի մի հատված։ Մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Տեղում էին փրկարարծարայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Իմ տեղեկություններով Սպիտակ էլեկտրամոբիլի համարանիշները հաշվառված է Հանրապետության նախագահականի հաշվեկշում, այդպես են ասում։ Այդ համարանիշները համարվում են նախագահական համարանիշներ։ Դեկտեմբերի 8-ին 28-ամյա Հակոբը Պորշո Բրազիլիայի հրապարակում բախվել է թույլատրելի հատվածում կայանված ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական մեքենային։ Վիրավոր Պարեկին Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Պորշի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ մեքենայի անվադողերը կիսամաշ էին։ Դեկտեմբերի 7-ին Toyota Camry-ն հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղք ու հայտնվել արհեստական լճակում։ Օպերատիվորեն ժամանած փրկարարծարայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման հերթապահ խումբը աշխատանքներ է կատարել մեքենան ուղղելու համար։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեկտեմբերի 6-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին բախվել են 59-ամյա Աշոտի Մերսեդեսն ու 20-ամյա Նարեի Kia Forte-ն։ 4 հոգի վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին փրկարարծարայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Դեկտեմբերի 6-ին 67-ամյա տղամարդը բեռնատարով Երևան-Գյումրի Բավրա ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել։ Վարորդը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների եւ փրկարարծարայության անի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Դեկտեմբերի 5-ին 35-ամյա Նարեկը Kia Rio-ով Աբովյան Արամուշ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց կողաշրջվել։ Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումբը բուժօգնություն է ցուցաբերել ուղևորին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Եվ տափերական գյուղում անհայտ անձինք ճաղավանդակը կոտրելու մատուռից գողացել են Վանից գաղթած ընտանիքի կողմից փրկված 13-րդ դարի Չարխափան ավետարանը։ Որտեղ ա եղել դրած գիրքը։ Այս ավետարանը։ Այս Մանուկ Հիսուսի ձեռի ավետարանն է։ Հա, քանի տարի է այստեղ ա եղել։ Դե պապերի, ասենք 7 պորտի մեջ եղել ավետարան, էլի, որ Վանից գաղթել են, իրանք Վանից են բերել։ Ծայրացած գյուղացիները իրավապահներին են դիմում, որ առաջ բացահայտել այս դեպքն ու վերադարձնել ավետարանը մատուռ։ Այլ բան չես կարող ասել, սրբապղծություն։